Որոշ դեմենցիաների ժամանակ նրանք սկսում են զուտ հիշողության խանգարումներով, որոնք որ ցույց են տալի որ հիվանդագին process, որոշ դեմենցիաների ժամանակ առաջնային դրսևորումը լինում է զուտ բնավորության գծերի սրվածության տեսքով, որը էլի անոմալ է, դիտվում նաև շրջապատի կողմից, կարող են դիտվել նաև մինչև կոգնիտիվ դեֆիցիտը, կարող է դիտվել նաև փսիխոտիկ որոշակի երևույթներ, հոգեկան եւ վարքային լուրջ խանգարումներ, որոնք էլի մատնացույց կարող են անել դեմենցիայի վրա։ Այսինքն, եթե անձը 60 եւ ավելի տարիքում է եւ ունի որոշակի հոգեախտաբանական նշաններ, կապ չունի դա կլինի հիշողության խանգարում, կլինի ուրիշ այլ կոգնիտիվ ոլորտի խանգարումներ, եթե կան որոշակի հոգեախտաբանական նշաններ, ապա անպայմանորեն պետք է դիմեն բժշկի, որ բժիշկը վաղ հայտնաբերի դեմենցիան, եթե դա իհարկե դեմենցիա է, եւ բուժումը կազմակերպի այնպիսի ձևով, որ դեմենցիայի ավելի ուշ փուլերը ավելի ուշ վրա հասնեն ու ինքը ավելի որակյալ կյանք ունենա, պացիենտը ավելի որակյալ կյանք ունենա։ Ախտանշանների մասին, եթե չխոսենք բժշկական տերմիններով, այլ դրսևորումներով, այսինքն կենցաղային լեզվով, դրսևորումներ ինչպիսին պիտի լինի, ավելի բարկած կոտ, ավելի մոռաց կոտ։ Նայեք, սովորաբար նման դեպքերում պացիենտները, որոնց մոտ արդեն սկսվում է դեմենցիա, որոշ դեմենցիաների դեպքում նրանց մոտ նկատվում է նախկինում ունեցած բնավորության որոշակի գծերի էլ ավելի սրացում։ Եթե օրինակ անձը բավականին զայրացկոտ է, շատ նախանձախնդիր է, ապա այդ բնավորության գծերը այնքան են սրվում, որ արդեն խանգարում են շրջապատին ու իր նաև իր սոցիալականացման վատ սոցիալականացման պատճառ է դառնում։ Օրինակ, այդ դեպքում պետք է դիմեն արդեն բժշկի, որ բժիշկը ավելի խոր ուսումնասիրի, զննի, հասկանա արդյոք դա դեմենցիա է, թե չէ, որպես կանոն դա դեմենցիայի առաջին նշաններ է, կամ եթե պացիենտը գանգատվում է վատ հիշողությունից, առօրյա կյանքում ինքը դժվար է կողմնորոշվում, կա որոշակի հյուծվածություն, կա որոշակի ուշադրության կենտրոնացման դժվարացում, մարդկանց դեմքերն է վատ ճանաչում, եւ այդպիսի խնդիրներ այդ դեպքում նույնպես էլի պետքա դիմեն բժշկի։ Իսկ որոնք են այն խորհուրդները, որ դուք կտայիք մեր երկրում 60 եւ ավելի տարիք ունեցող անձանց հնարավոր դեմենցիան կանխարգելելու համար։ Առաջին հերթին մենք որ նշեցինք այն շտկվող գործոնները, որոնք որ կան եւ կարելի է շտկել, ապա պետքա անձինք, որոնք 60 եւ ավելի ուրեմն տարիքային խմբում են դասում, պետք է բավականաչափ ուշադիր լինեն ու փորձեն այդ խնդիրները, մարմնական խնդիրները կարգավորեն, կարգավորված պահի, հաճախակի դիմեն բժշկի, ինչ որ խնդիրներ առաջանալու դեպքում իրանց մարմնական գանգատները, մարմնական հիվանդությունները շտկելու համար, որ բանը չհասնի հետագայում նաև դեմենցիային։ Մյուսը ամենակարևորը, որ պետք է ակտիվ մտավոր եւ ֆիզիկական կյանք վարեն, անկախ նրանից իրանք ինչ տարիքային խմբում են գտնվում, նույնիսկ եթե 60 եւ ավել տարիքային խմբում են, իրանք պետք է իրանց համար զբաղմունք ճարեն եւ ֆիզիկական եւ մտավոր աշխատանքը պետք է բարձր ակտիվության վրա լինի, դա շատ կարեւոր կանխարգելիչ նշանակություն ունի։ Մյուսը իհարկե սննդակարգը, խորհուրդ կտամ, որ հետևեն սննդակարգին, օգտագործեն միայն առողջ սնունդ։ Մենք գիտենք, որ վատորակ սնունդ ուտելու հետ կապված լինում են նաև այդ պատճառով դեմենցիաները կամ իրենք հանդիսանում են հավելյալ ռիսկի գործոն, որ առաջանա դեմենցիա կամ ավելի խորը ընթանա, դրա համար պետք է նաև սննդակարգին հետևել։ Հիմնականում սրանք են, ու ես խորհուրդ կտայի նաև երիտասարդ մեր լսողներին, երիտասարդներին, որոնք որ դեռ չեն հասել 60 տարեկանը, ես խորհուրդ կտայի ու կխնդրեի, որ շատ ուշադիր լինեն այն մարդկանց նկատմամբ, որ արդեն 60 տարին լրացել է, միշտ այսպես լինեն օգնողի դերում, եթե ինչ-որ խնդիրներ կա, իրենք նկատում են անպայման ուղղորդեն մեծերին, օգնեն, որ կարողանանք մենք մեծերի խնդիրները բժիշկներս կարողանանք լուծել։
Եվ մենք էլ ավելի լավ ապագա ունենանք։ Այո, մենք բոլորս մեկա հասնելու ենք այդ տարիքին, մենք պետք է նայենք դրան այնպես, որ մենք մեզ ենք օգնում, այլ ոչ թե ուրիշի ենք օգնում, որովհետև բոլորս էլ անխուսափելի ծերանալու ենք, անխուսափելիորեն։ Դեմենցիան նորմալ ծերացումից տարբերվում է առաջին հերթին նրանով, որ դեմենցիան որպես ճանաչողական ֆունկցիաների խանգարում ինքը կարող է ի հայտ գալ բավականին վաղ տարիքից, չնայած ավելի բնորոշ է 60 եւ բարձր տարիքային խումբը։ Առաջինը դա, երկրորդը նա է, որ ճանաչողական խանգարումները դեմենցիաների ժամանակ բավականին կոպիտ արտահայտված են եւ անպայմանորեն պետք է բերեն սոցիալական հարմարողականության խնդիրների։ Նորմալ ծերացման ժամանակ, չնայած նրան, որ ունեն խնդիրներ հիշողության, ուշադրության եւ այլ ճանաչողական ֆունկցիաների հետ կապված, բայց դրանք չեն խանգարում անձին հարմարվելու իրենց սոցիալական միջավայրին։ Այսինքն ապրում են ծերացմանը բնորոշ լիարժեք կյանք։ Դեմենցիաների ժամանակ այդպես իհարկե չի կարող լինել։ Բժիշկ, կան հետազոտություններ աշխարհում եւ նաեւ Հայաստանում, թե տարեցների որ մասի մոտ է ախտորոշում դեմենցիա եւ որ մասի մոտ ոչ, այսինքն մոտ կեսը, կարող ենք ասել, որ մոտ կեսը դեմենցիա է ունենալու տարեց ժամանակ։ Կան որոշակի հետազոտական տվյալներ, օրինակ ՄԱԿ-ը ունի հետազոտություններ, որը ցույց է տալիս, որ բնակչության մոտ 15%-ի մոտ կան կոգնիտիվ ոլորտի հետ կապված խնդիրներ, իհարկե նաև կա այսպես վատ պրոգնոզ, որ մոտավոր 2050 թվականին դրանք կկազմեն կրկնակի ավելի շատ, քան թե ներկայում գոյություն ունեն դեմենցիա ունեցող մարդիկ։ Բժիշկ, ինչով է կարևոր վաղ ախտորոշումը հիվանդության դեմ պայքարում։ Իհարկե յուրաքանչյուր հիվանդության դեպքում առաջնայինն է կանխարգելումը, դրանից հետո գալիս է արդեն վաղ ախտորոշումը։ Այսինքն, եթե մենք կանխարգելեցինք հիվանդությունը, մենք ավելի քիչ հիվանդություններ ենք ունենում հետագայում, որը մենք ստիպված պետք է արդեն բուժենք, իսկ վաղ հայտնաբերումը մեզ թույլ է տալիս կոնկրետ դեմենցիաների դեպքում կյանքի տևողությունը շատ ավելի երկարացնել, կյանքի որակը հնարավորինս բարելավել, քանի որ դեմենցիաների դեպքում մեր բուժման հիմնական նպատակը նա է, որ անձի կյանքի որակը բարելավենք, կյանքի տևողությունը երկարացնենք եւ սոցիալականացումը նաեւ ապահովենք պացիենտների։ Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, ոչ առևտրային կազմակերպությունների կողմից դեմենցիաների ուղղությամբ իրականացում են որոշակի գործողություններ, դա կլինի թե տնային խնամքի կազմակերպման ձևով, կլինի ինչ-որ ուղեցույցերի մշակման ձևով, այսինքն ուզում եմ ասեմ, որ նշված ուղղությունը մեր Հայաստանի Հանրապետությունում ներկապային համարում է որպես առաջնահերթ ուղղություն եւ ունենք ներկապահին բավականին իրավական հիմքեր հետագայում ավելի զարգացնելու դեմենցիաների ուղղությունը։